Եթերում հայ պերսոնան է, ծանոթանանք այսօրվա իմ հյուրի հետ։ Հետաքրքիր խառնվածք ունի այսօրվա իմ հյուրը։ Առաջին տպավորիչ հատկանիշը նրա անկեղծությունն է։ Ընկերներն ասում են փոքրինչ բռնկուն է, միայն թե սա նույնպես խոսում է այն մասին, որ այս հրաշալի կինը մաքուր, պարզ, մեծ սիրտ ունի։ Իր ամբողջ կյանքը նվիրել է սիրելի դստերը։ Դերասանական կարիերան ինչ-որ փուլում շատ ակտիվ չի եղել, բայց բավական էր հայտնվել հեռուստասերիալում եւ միանգամից կերել հանդիսատեսի սիրտը։ Կարծում եմ չկա մի քաղաքացի, որը դրսում տեսնի այս դերասանուհուն ու անտարբեր անցնի նրա խարիզմայի կողքով։ Հայ պերսոնայում Մարիաննա Գևորգյանն է։ Ծնվել է 1964 թվականի նոյեմբերի 7-ին Երևանում։ 1971-ից 1981 թվականներին սովորել է Ասքանազ Մռավյանի անվան ռուսական միջնակարգ դպրոցում։ 1985-ից 1990 թվականներին սովորել է Գեղարվեստաթատերական ինստիտուտում կինոյի և թատրոնի բաժնում։ Խաղացել է Հակոբ Պարոնյանի Ատամնաբույժ Նարավելյան ներկայացման, ինչպես նաև վրաց դրամատուրգ Ռոսեբայի պրեմիերա ներկայացման մեջ։ Նկարահանվել է մի շարք հեռուստասերիալներում՝ Անուրջներ, Անցյալի ստվերները, Օտարը, Բեկորներ, Հատուկ դասարան, բացահայտված գործեր։ Տիկին Մարիաննա, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հայ պերսոնա նախագծի հրավերը։ Ես էլ եմ շատ շնորհակալ հրավերի համար ու մի բան էլի դեպ ասեմ, որ շատ դուրս գալիս է ձեր հաղորդման անվանումը՝ հայ պերսոնա։ Շատ գեղեցիկ հնչում է։ Շատ շնորհակալ եմ ես։ Շնորհակալ եմ լավ խոսքերի համար։ Կա ճակատագիր, թե մարդն ինքն է կառուցում իր կյանքը։ Ճակատագիր էլ կա եւ նաեւ մարդը ինքն էլ է կառուցում։ Դուք ավելի գոհ եք ձեր կառուցածից, թե ձեզ բաժին հասած ճակատագրից։ Ես նրանից էլ գոհ եմ։ Գիտես ինչու, որ մեկ ինքդ քո մեջ խոսում ես, հա, քո Աստծո հետ խոսում ես, չես կարող բողոքել։ Իրավունք չկա բողոքելու, դա էր քո ճանապարհը, քո ուղին, ինչ տված էր ի վերուստ եւ ինչը դու կերտեցիր, որ ճանապարհով անցար, դա էր քոնը։ Ես իրավունք չունեմ բողոքելու։ Ու ինձ թվում է յուրաքանչյուր մարդ էլ պետք է գոհ լինի իր ճակատագրից, իր ճանապարհից, որովհետեւ մենք անցնում ենք այն, ինչ մեզ տրված է, մենք կարող ենք փոխել, բայց չէ որ ինձ մոտ կյանքում եղել են պահեր, որ ես կարող էի փոխել, բայց ոնց ընտրության առաջ ես կանգնում ու դու ընտրում ես նա, որը գտնում ես տվյալ պահին քեզ ավելի ճիշտ է, քո ընտանիքին, քո բալիկին, դրա համար բողոքելու իրավունք չկա։ Երբ ունեցել եք կյանքում այնպիսի իրավիճակներ, որտեղ պետք է եղել, որ դուք պայքարեք, դուք այդ պայքարը տարել եք մինչև վերջ։ Իհարկե, կյանքը ընդհանրապես պայքար է, ու մինչև օրս էլ պայքարում եմ եւ կյանքը պայքար է իհարկե։ Շատ դժվար տարիներ եմ ապրել 90-ական թվականներին, մեր սերունդը այդ 90-ականներին, երբ մենք պետք է փայլեինք, ցույց տայինք, թե մենք ինչ կարողություններ ունենք, շատ դժվար մութ ու ցուրտ ծանր տարիներ էին, ու մենք զբաղված էինք ավելի շատ մեր ընտանիքով, մեր երեխաներով, որպեսզի իրենց մեծացնենք։ Տիկին Մարիաննա, ով էր այն անձը, ով առաջինը նկատեց դերասանական ձեր կարողությունները։ Առաջին անձը եղել է Սոս Պետրոսյանը, մեր կրկեսի գլխավոր վարպետը, բայց դե իհարկե խոսք չի կարող լինել իմ կուրսի ղեկավարը Զավեն Տիգրանիչ Տատինցյանը եւ իր կինը Օլգա Գարիգինովնան, որը հեռուստաընկերության բեմադրությունների ռեժիսոր էր այդ տարիներին, իհարկե իմ կուրսի ղեկավարը, որին շատ շնորհակալ եմ, որը ինձ համար եղել է նաև որպես հայր, որպես ավտարիցիետ շատ մեծ տեղ ա ունեցել իմ կյանքում, որին շատ ջերմությամբ միշտ հիշում եմ ու շնորհակալ եմ իրեն շատ։ Ինքը մեր կուրսի ավագն էր։
Մարիաննան, շատ պարտաճանաչ անձնավորություն էր։ Եվ անգամ երբ որ մենք դասից որոշում էինք փախնենք, ինքը ընդդիմանում էր, բայց վերջում համոզում էր, որ պիտի կուրսի հետ լինի։ Շատ անմիջական ազնվորություն էր Մարիաննան ինստիտուտում, շատ ձգտում ուներ, մասնագիտությանը տիրապետ էր, շատ հավեսով էր փորձեր անում եւ ամեն մի փոքրիկ հաջողությունից ոգևորվում էր։ Ինքը ռուսական կրթություն էր ստացել եւ հայերեն բառերը օրինակ ռեերը շատ կոպիտ ռեեր էր ասում եւ ել չեմ ասում արևմտահայերեն պիտի խոսեր ու շատ էր դժվարանում ու նա դիմում էր ինձ ու Գրիգորին Բաղդասարյան մեր կուրսի ու մենք իբր նրան սովորեցնում էինք այդ սովորեցնելու ընթացքում մենք իհարկե նրա գլխին օիններ էինք խաղում բառերը այնպես էինք ասում որ ինքը այդպես արտասանում էր ու Զավեն Տատենցյանը ջղայնանում էր ասում էր այ աղջիկ էս ինչ ես ասում էս ինչպես ես խոսում էս ինչ բառեր ես ասում մենք իհարկե կուլիսներում ես ու Գրիգորը սկսում էինք ծիծաղել հռհռալ դա երիտասարդ տարիների ուսանողական տարիների այսպես խոխմաներ հա շատ խարակտերային դերասանուհի է Մարիաննան շատ կանացի հա իր մոտ շատ ընդգծված է այդ կանացիությունը ինքը կարող է հա եւ բարի կերպար եւ մի քիչ ավելի խիստ անձնավորության կերպարներ իրան հատուկ է եւ դրամատիկ եւ երգիծական ժանրը շատ շնորհալի շատ աղանդավոր դերասանուհի է Ձեր կյանքի որ որոշումն է եղել բեկումնային ձեզ համար, որը հիմնովին փոխել է ձեր կյանքի ընթացքը։ Դե ինչու ոչ սրանից մի 16 տարի առաջ, 17 տարի առաջ ինձ մոտ ցանկություն առաջացավ նկարահանվել ֆիլմերում Ես ինստիտուտից հետո աշխատել եմ Գեղարվեստաթատերական ինստիտուտից հետո աշխատել եմ թատրոն անիվների վրա, երիտասարդական թատրոններ, բայց շատ կարճ ժամանակ, որովհետև այդ ժամանակ բալիկս ծնվեց, մութ ու ցուրտ տարիներ էին, թատրոնը փլուզվեց ու ինձ ամուսինս շատ ավելի շուտ մահացավ ու ես ստիպված էի իմ բալիկին մեծացնել ինքնուրույն մենակ շատ ծանր մութ ու ցուրտ տարիներ էին ու ես ստիպված էի գնալ աշխատել այնտեղ որտեղ ես գումար կվաստակեմ թե չէ ունեի հնարավորություն եւ ինստիտուտում մնալ որպես ասիստենտ ինձ հրավիրել Զավեն Տիգրանիչը ինձ հրավիրեց եւ թատրոն ընդունվել աշխատելու, բայց դե ես ավելի գերադասեցի գնալ գումար վաստակելու, քան որ բալիկիս մեծացնեմ։ Ու վատ չէի վաստակում, շատ անգամ իմ ընկերներին եմ շատերին օգնել ու եկավ մի պահ, որ ուզում էի վերադառնալ թատրոն բայց ցավոք սրտի արդեն այդ տարիներին թատրոնը ամենտեղ պայմանագրային էր։ Դե արդեն ինձ մարդիկ շատերը չէին հիշում, չէին ճանաչում ու ես ստիպված էի դիմել, ստիպված չէի, ուղղակի դիմեցի, որ կինոյում նկարահանվեմ։ Շատ շնորհակալ եմ այն անձնավորություններին, ովքեր հավատացին, վերցրեցին, դա Շանթ հեռուստաընկերությունն էր, ասեմ, որ Շանթ հեռուստաընկերությունում շատ դերասաններ եւ երգիչներ աճեցին, ծնվեցին, աճեցին ու մտան մեծ կյանք։ Ես երախտապարտ եմ իհարկե։ Ես շատ շնորհակալ մարդ եմ ու
հանձնարարեցին այդ մեծ կերպարը, միջև դա էլ մի այդպես փոքր դրվագներ կային ուրիշ ֆիլմերում, բայց այդ անորջներ ֆիլմից ես հասկանում եմ, որ ժողովուրդը ինձ այդտեղից սիրեց ու միջև օրս 15 տարի անցել է, հիշում են, լինում է, որ փողոցում անգամ մոտենում են, փաթաթվում են, պաչում են, ես ասում եմ կարող է ճանաչում եմ այս մարդկանց, չէ, իրանք են ինձ հիշում, ես շատ շոյվում եմ, մանավանդ երբ նստում ես տաքսի ու վարորդը մեծ մարդը ասում է, վայ, ցավը տանեմ, ես ձեզ ասում եմ, ես տղամարդ եմ, ասում եմ, ես երբեք սիրիալ չեմ նայում, բայց ասում եմ, հնարավոր չէր ձեր սիրիալը չնայել, այդ խեղճ ամուսնուցդ ինչ էիր ուզում, այսինքն մարդիկ հիշում են, դա ինձ շատ շոյում է, ես թատրոնում այնքան քիչ փոքր ժամանակահատված եմ աշխատել, ճիշտ է ունեցել եմ դերեր, հա ինստիտուտի բեմում, ու հետո մենք գնում ենք հյուրախաղերի այդ ներկայացումով, բայց հիշում են մարդիկ ինձ ֆիլմից, ինչ մեծ տպավորություն եմ թողել, ուրեմն, դե էլի կան դերեր, հետո էլի են եղել, բայց շատ ցայտուն, վառվռուն կերպար էր այդ կերպարը ու մարդիկ, որը ես կերտեցի, ես ամեն ինչ ստեղծեցի այդ կերպարի համար, որ մարդիկ սիրեն, ես ինքս ներքուս շատ սիրում եմ գույներ, ժպիտ, դրա համար ես ստեղծեցի այդ կերպարը, ինձ մոտ ստացվեց ու ես ասում ես ճակատագիր, ես շնորհակալ եմ իմ ճակատագրին, որ այդ կերպարը իմ կյանքում եղավ, շատ շնորհակալ եմ։ Հիմա ակնկալիքներ ունեք դարձյալ կյանքի այս շրջանում նման վառվռուն կերպարներ կերտել։ Ես մեծ հաճույքով, ճիշտ արդեն գնալով դե տարիքդ մեծանում է, բայց դեռ իմ մեջ ես այդ էներգիան զգում եմ, կարողությունը զգում եմ, ստիմուլը կա, ես մեծ հաճույքով, ուղղակի ցավոք սրտի այսօրվա դրությամբ ռեժիսորները ավելի նախընտրում են ու տեղ են տալիս երիտասարդ սերնդին, ես բան չունեմ ասելու, բայց ես սիրում եմ, գիտես, ինձ ավելի հոգեհարազատ է եւ տրագիկոմեդիան, եւ կոմեդիան առավել եւս։ Դե չգիտեմ, ես զգում եմ մարդկանց ինչը կարող է ուրախացնել։ Այնց եղել է, որ ասել են, այդ ինչ էի կանում, մենք ծիծաղից այնտեղ ամբողջ ընտանիքով, բայց ես լուրջ էի խաղում, բայց ես գիտեի, որ այդ լուրջ խաղս ժողովրդին կուրախացնի։ Իսկ ես սիրում եմ մարդկանց ժպիտ պարգևել, ուրախություն պարգևել, առանց այդ էլ էս կյանքը, անկեղծ ասած, շատ դաժան է, ինչքան նա քաղցր է, գունեղ է, այնքան էլ ինքը իր իհարկե պահերը ունի դաժան, ու ինչքան շատ մարդկանց ուրախացնես ու սեր ժպիտ պարգևես, այնքան ավելի ինձ թվում է ճիշտ է։ Կցանկանայիք ունենալ հնարավորություն թատրոնում ներգրաված լինելու։ Իհարկե։ Ավելի շատ թատրոնում, թե ֆիլմերում։ Թատրոնը իր քաղցրությունը ունի։ Ու այնպես չի, որ ես շատ հաճախ լսում եմ, որ դերասանները ասում են իհարկե միայն բեմը։ Ոչ, ֆիլմն էլ իր քաղցրությունը ունի։ Բեմում ուղղակի դու իհարկե ինքդ ես, ամեն ինչը քոնն է, բեմը քոնն է, դերը քոնն է, խոսքը քոնն է, ֆիլմը մի քիչ ուրիշ է, այնտեղ դրվագներով ավելի դժվարություններ կան, բայց ես գտնում եմ, որ երկուսն էլ իրանց համն ու հոտը ունեն։ Ինչ կասեք կոչումների մասին, որքանով են դրանք դերասանի համար կարևոր։ Անի ջան, անկեղծ քեզ ասեմ, այսօրվա դրությամբ ես ոչ մի կոչում չունեմ, բայց մենակ այն, որ ինձ փողոցում տեսնում, գրկում են, միջև օրս այդ կերպարն են հիշում ու սիրում են, անգամ այսօր ինձ փողոցում մի ջահել երիտասարդ կին ասում, մենք ձեզ այնքան ենք սիրում, ինչ կոչում, դրանից ավել էլ ինչ կոչում, ինձ տվեցին կոչում, ես ժողովրդական,
դերասանուհի եմ կամ ինչ-որ վաստակավոր դերասանուհի եմ։ Հաճելի է իհարկե, բայց կարևորը որ զգաս, որ այն աշխատանքը, որը դու կատարում ես, ժողովուրդը գնահատում է։ Ես ինձ գնահատված եմ զգում այդ կողմից, սիրված ու գնահատված եմ զգում, ինչ մեղքս թաքցնեմ։ Ես գոհ եմ։ Իսկ կտան ինձ կոչում չեն տա, իհարկե չեն տա, ես թատրոնում չկամ ու իսեր Աստծո, բայց ես գոհ եմ։ Ում գնահատականն է ամենակարևորը ձեզ համար կյանքում։ Իմ աղջկա։ Ու երևի կլիներ, եթե ողջ լիներ Զավենտի Գրանիչի ու իմ աղջկա, որովհետև ոչ ոք ինձ անկեղծ չի ասի լավ էր, թե վատ էր։ Շատերը վատ լինի կասեն լավ է։ Հետո առաջի քննադատը ու գնահատական տվողը ես ինքս եմ։ Իսկ այնպես իհարկե աղջկաս։ Ունեմ մի հրաշք դուստր, հրաշք։ Ոչ թե իմն է դրա համար եմ ասում, ինքը լավ մարդ է։ Ես ճակատագրից ու ինձնից էլ շատ գոհ եմ, որ ես դաստիարակել եմ այդպեսի աղջիկ, որը ինձ պարգևել է թորնիկ։ Գիտեք, իմ ստեղծագործական կյանքը այդքան մեծ չի։ Ես չեմ կարող հիմա ընդլայնվել, պատմել իմ ստեղծագործական կյանքից, որը կարող են շատ դերասաններ իրավունք ունեն դրա խոսելու։ Ես էլ խոսում եմ իմ նվաճումներից։ Ես շատ գոհ եմ իմ աղջկանից, շատ։ Որպես մայրիկ, որպես տատիկ, փառահեղ մայր է, փառահեղ տատիկ, իր աղջկան մի քիչ դժվար պայմաններում մեծացրեց, ահագին դժվարություններ հաղթահարեց եւ ինչ որտեղ զոհողությունների գնաց մասնագիտության հետ կապված, որովհետեւ տարիներն էին այդպիսին ու այդ առումով մի փոքր տուժեց մասնագիտական առումով, թատրոն չմտավ, թատրոնում չխաղաց, բայց շատ սիրելով թատրոնը, կինոն, կապը չկորցրեց, որը կարելի արժանին հատուցել այդ իմաստով իրան։ Մենք առ այսօր մտերիմ ընկերներ ենք Մարիաննայի հետ, մենք ուրախանում ենք Մարիաննայի հաջողություններով, տխրում ենք իհարկե Մարիաննայի դժվարություններով, բայց փառք Աստծո նա ունի դուստր, նա ունի թորնիկ, որին շատ է սիրում եւ ամեն անգամ երբ հանդիպում ենք, բնականաբար խոսում ենք նրա դստեր մասին, որովհետև նրա դուստրը մեծացել է մեր կողքը։ Որն է կյանքում ձեր ամենակարևոր առաքելությունը։ Որտեղ եք դուք լավագույնս հաջողել, որպես մայրիկ, որպես տատիկ, որպես դերասանուհի, գուցե որպես զավակ։ Ես գտնում եմ, կարծում եմ ու ինչ որտեղ համոզված եմ, որ ես լավ զավակ եմ եղել, թե տատիկիս, պապիկիս համար, թե հետագայում հայրիկիս եւ մայրիկիս հոյակապ ծնողներ եմ ունեցել, բայց կյանքը այնպես է դասավորվել, որ բոլորին ես խնամել եմ։ Իրանք ինձ շատ բան են կյանքում տվել ու ես պարտավոր եմ եղել, ոչ թե պարտավոր, դա մեր հայ ընտանիքների ավանդույթն է։ Ես լավ զավակ եմ եղել, դա կարող եմ բաց ճակատով ասել։ Ես լավ մայր եմ եղել ու կամ հնարավորինս ես լավ ընկեր եմ, ես դա էլ գիտեմ։ Ես կարող եմ ինձ շատ հարցերում զոհաբերել հանուն ընկերության։ Ես այն մարդկանցից չեմ, որ ասում եմ, ես քեզ սիրում եմ ու վերջ։
սերը դա զոհաբերություն է։ Որպես դերասանուհի շատ եմ զղջում, որ թատրոնին դե այսպես դասավորվեց ճակատագիրը։ Շատ եմ ափսոսում, որ չեմ մնացել բեմում, բայց այն ինչ կերտեցի կինոյում ես էլի գոհ եմ ինձնից։ Ով է ձեր լավագույն ընկերը։ Օ, ես իրանց շատ ունեմ։ Լավագույն ընկերը իմ նորից երևի առաջինը աղջիկս։ Ունեմ շատ մտերիմ ընկերներ, համակուրսեցիներ, որոնց հետ արդեն 40 տարի է, ինչ խնջույք լինի, ուրախություն, թե տխրություն, իրանք որ միշտ իմ կողքին են, մեծ մասամբ տղաներն են, անգամ մեր կուրսի Գրիգորը Բաղդասարյան, նա իմ աղջկաս Քավորն է, շատ մտերիմ ենք ընտանիքներով ու ճակատագրից էլ շատ շնորհակալ եմ, որ ունեմ նման ընկերներ, որոնց շատ սիրում եմ։ Երբ տխրության զգացողություններ եք ունենում, ինչպես եք հաղթահարում տխրությունը։ Ունենում եմ, բավականին հաճախ ունենում եմ։ Չեմ կարող ասել, որ ամեն ինչ այսպես փայլուն է, ունենում եմ։ Երաժշտություն, ֆիլմեր, մեկ-մեկ զբոսնում եմ մենակ, չեմ սիրում մենակով զբոսնել, հոգնել եմ, բայց դե ստիպված եմ, զբոսնում ես, մտածում ես, ափսոս կյանքը մի քիչ կարճ է, կյանքը պետք է մի քիչ ավելի երկար լինի, որ մարդը վայելի թե իր երիտասարդությունը, թե այդ միջին տարիքը, դե ես արդեն մոտեցել եմ, ինչ ասեմ, այդպես լրացնում եմ, առաջ ավելի շատ կարդում էի, շատ էի կարդում, իսկ հիմա արդեն պոլիտիկան, այնքան է կյանքը լցնում մարդու, ես շատ եմ հետաքրքրվում պոլիտիկայով, գեոպոլիտիկայով, ոչ միայն մեր, այլ նաև միջազգային շատ հետաքրքրվում եմ։ Մարդկային հարաբերություններում կա որևէ երևույթ, որը դուք չեք կարող ներել։ Այո։ Չեմ կարող ներել, երբ ինձ ստում են։ Ես ինքս կարիճ եմ, ես շուտ զգում եմ։ Դե ըստ աստրոլոգների կարիճները շուտ են սուտը զգում, երբ իրենց ստում են, չեմ կարողանում ներել։ Ավելի լավ է դաժան ճշմարտությունը կամ ճիշտը, քան են քաղցր սուտը։ Այ սուտը չեմ կարող ներել եւ դավաճանությունը իհարկե։ Երբ մարդը ձեր նկատմամբ վատ է վարվում կամ անազնիվ, ինչպես է դրսևորվում այդ չներելու process-ը։ Այլևս չեք շփվում նրա հետ, թե այնուամենայնիվ որևէ տեղ թողնում եք ետդարձի համար։ Չէ, այդ դեպքում ես սուս ու փուս դուռը փակում եմ ու հեռանում։ Անիմաստ է։ Արդեն հասուն տարիքում անիմաստ է հարց բարձել մարդու հետ։ Ավելի լավ է սուս ու փուս հեռանաս։ Չնայած իմ կյանքում հազվադեպ, բայց եղել է իհարկե, դեպքեր եղել են, բայց ես գտնում եմ, որ լուռ ու մունջ հեռանալը ավելի ճիշտ է։ Ու այդպես էլ անում եմ։ Ինքը շատ բարի է, շատ կամեցող է, շատ ընկերասեր է, բայց նաև ունի պորտկուն բնավորություն, շատ արագ է պորտկում, այսինքն ինչ որ երևույթների հանդեպ շատ միանգամից ռեակցիա է տալիս, երևի չի էլ մտածում, հետո է երևի մտածում, որ իր ռեակցիան արդյոք ճիշտ էր, թե սխալ էր, բնականաբար այդ ռեակցիաների ժամանակ էլ շատ հումորային, այսպես ասեմ, երևույթներ են ստացվում, մենք իհարկե ծիծաղում ենք, նա չի հասկանում, թե մենք ինչ ենք ծիծաղում, հետո որ սկսում է գցել բռնել, թե ինչ ասեց, նոր ինքն էլ է սկսում ծիծաղել,
Մարդկային բոլոր դրական հատկանիշները կան Մարիանայի մեջ, շատ բայրացակամ, շատ զգայուն, շատ նուրբ հոգուտեր անձնավորություն է։ Եվ այդ բարությունը, այդ իր հոգու ջերմությունը, երբ որ միջավայրում միանգամից նկատվում է, փոխանցվում է մարդկանց։ Ես կցանկանամ նրան բնականաբար առողջություն, կցանկանամ, որ նա իր կյանքում ավելի շատ կարողանա զբաղվել իր սիրելի աշխատանքով։ Նա դրանից շատ է նեղվում։ Երբ որ նրան կանչում են նկարահանումների ֆիլմերում, նա դառնում է երջանիկ մարդ։ Երբ որ լինում են ինչ-որ ընդհատումներ, դադարներ, նա շատ տխրում է, նա շատ տխուր է լինում։ Ես կուզենամ, որ նա իր սիրած աշխատանքով զբաղվի, որովհետև իր սիրած աշխատանքը իրեն տալիս է կյանք, տալիս է երջանկության պահեր, տալիս է էներգիա եւ իհարկե մեզանից անպակաս լինի։ Առողջություն առաջին հերթին եւ կինոյի եւ թատրոնի ասպարեզում հաջողություններ։ Դա այն է, ինչ որ ինքը ձգտում է, դրանով ապրում է եւ կարծում եմ դեռ մեծ ճանապարհ ունի անցնելու։ Ինչ է պակասում ձեզ այլ ավելի երջանիկ զգացողություններ ունենալու համար։ Անկեղծ ասեմ, աշխատանք, պահանջված լինել, աշխատանք։ Ինչի համար եք ափսոսում։ Ոչինչի։ Որ ափսոսեմ, ինչ որ բան փոխվելու է, գոհ եմ ամեն ինչից, ինչ եղել է, ինչ կա, ինչ էլ լինել է, պետք է գոհ լինես։ Չի կարելի դժգոհել, որ դժգոհեցիր, ինչ որ բան փոխվելու է, ոչ։ Իսկ ինչ բաղադրիչներ ունի երջանկությունը։ Սեր։ Միայն սեր։ Երբ դիմացինիդ սեր ես տալի, բնությանը, գազանիկներին, հարևաններին, չգիտեմ, ծնողներին, հարազատներին, ընկերներին, դու դրանից ավելի երջանկանում ես, չէ, երբ դու իրանց սեր ես տալիս։ Ու հավատացեք, ինչքան սեր տաս, այնքան էլ փոխադարձը կստանաս, ու դա է հենց երջանկությունը։ Շնորհակալ եմ Տիկին Մարիաննա, գեղեցիկ, շատ անկեղծ զրույցի համար։ Խնդրեմ ջանիկս։ Ձեզ հետ հայ պերսոնաներ, կհանդիպենք։